Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հերթական անգամ ապացուցում է, որ այս պատմության մեջ կանխատեսելի ոչինչ չկա, այնինչ հեռուստադիտողները շաբաթներ շարունակ կապում էին Սեմի վերադարձի, վրեժի և վաղուց չլուծված հին արյունոտ պատմության հետ, իրականում ընդամենը շեղող գիծ էր։ Բագրատի մահը, որին բոլորը փորձում էին տալ հստակ բացատրություն, պարզվում է բոլորովին այլ հիմք ունի, և դա սերիալի ամենաողբերգական, ամենադաժան ու ամենաանսպասելի շրջադարձերից մեկն է։ Վերջին հրապարակված տեսանյութն ամբողջությամբ փոխում է իրադարձությունների ընկալումը, այն ցույց է տալիս մի դրվագ, որին ոչ մի հեռուստադիտող պատրաստ չէր։ Ամեն ինչ տեղի է ունենում մի պահի, երբ Բագրատը գուցե առաջին անգամ իր կյանքում փորձում է լավ բան անել։ Նա փորձում է օգնել Աննային, դստերը, որը իր սխալների պատճառով ապրել է տարիներ շարունակ ցավի, խառնաշփոթի ու խաբվածության մեջ, և հենց այդ փորձը դառնում է նրա մահվան պատճառը։ Լիլիթն, ով վաղուց կորցրել էր վերահսկողությունն իր զգացմունքների, վախերի և ատելության վրա, չի ընդունում Բագրատի այդ քայլը։ Նրան թվում է, որ Բագրատը նորից խաբում է, նորից պատրաստվում է վնասել, վեճն արագ վերածվում է պայթյունի։ Տեսանյութում երևում է այն պահը, որը փոխում է ամեն ինչ։ Լիլիթը հրում է Բագրատին վեճի ժամանակ, և իհարկե Բագրատը կորցնում է հավասարակշռությունն, ընկնում է ծանր հարվածելով գլուխը գետնին։ Այս պահը դառնում է այն գիծը, որտեղ ավարտվում է Բագրատի կյանքը և նրա կերպարը «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Բագրատը մահանում է իր իսկ դստեր ձեռքով, Լիլիթի մեկ ակնթարթային պոռթկման հետևանքով։ Լիլիթի վիճակը տեսանյութում արդեն ամբողջությամբ ողբերգական է։ Նա կանգնած է գերեզմանատանը, ձեռքին զենք անկայուն, կոտրված և իհարկե զայրացած, և հիմա պարզ է դառնում՝ նա այդքան ծանր վիճակում է, որովհետև նա է արել այս ամենը։ Բագրատը տարիներ շարունակ եղել է սերիալի ամենաանկանխատեսելի ու բացասական հերոսը, հզոր, վտանգավոր, դաժան, անընդհատ իր սխալները կրկնող։ Այս մահը բացում է նոր դռներ բոլորի համար։ Աննան հասկանում է, որ իր ամբողջ կյանքը հորն ատել է, բայց հիմա նա խղճում է նրան։ Սեմի վերադարձի իմաստը լրիվ այլ երանգ է ստանում։ Այն, ինչ մտածում էր Բագրատի մասին, իրականում կատարվեց։ Սեմը որոշել էր ինքը վրեժ լուծել, բայց, ինչպես երևում է, այդ վրեժը իր փոխարեն լուծեց Բագրատի դուստրը՝ Լիլիթը։ Բագրատը մահացավ, բայց իր ձեռքերը մաքուր են և թաթախված չեն արյան մեջ։ Սա Սեմի վրեժի պատմությունը չէ։ Տեսանյութում Աննայի հետ կատարվածը գերեզմանատանը վկայում է այն մասին, որ շատ շուտով հեռուստադիտողները ևս մեկ ինտրիգի են ականատես լինելու։ Անգելինայի ձայնը Աննայի վիճակի մասին ասած խոսքերը հուշում են, որ հաջորդ ծանր հարվածը հենց Աննայի ու իրենց շրջապատող մարդկանց վրա է լինելու։ Սա սովորական սերիալի մահ չէ, սա ոչ մի կերպ կանխատեսելի չի եղել։ Սա մարդկային թուլության, հուզական պայթյունի և ճակատագրական սխալի ամենաստիպված օրինակներից մեկն է։ Այս ամենը ցույց է տալիս մի բան՝ «Վերջին զանգի» վերջաբանը լինելու է շատ ավելի խորը, ավելի դրամատիկ և ավելի ծանր, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել։ Եվ մինչ կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, արդյոք Լիլիթը Բագրատի մահվան համար կդատապարտվի ու պատասխան կտա, և ինչ եք կարծում, արդյոք Լիլիթն իսկապես կսպանի Աննային գերեզմանատանը, քանի որ հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ նրա ձեռքին զենք կա, իսկ հետևում լսվող ձայներից պարզ է դառնում, որ Աննայի վիճակը վատ է և օգնություն են խնդրում մարդիկ, որպեսզի կարողանան փրկել Աննային, որովհետև ժամանակն իրենց դեմ է աշխատում։ Դե ինչ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն չմոռանաք նաև գրել, թե այս
Հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար շատ շուտով կբերենք հետաքրքիր ու լի անակնկալներով նոր տեսանյութեր, որոնք ցույց կտան, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Նշենք, որ հեռուստասերիալն ավարտվելու է դեկտեմբերի 30-ին, սակայն ավարտից անմիջապես հետո կարող եք դիտել ֆիլմի մասին տեսանյութը, որտեղ կարող եք դուք էլ ունենալ ձեր ներկայությունը։ Դիանա Գրիգորյանն օրեր առաջ սոցիալական ցանցիր էջերում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ներկայացրել էր, թե ովքեր եւ ինչպես կարող են իրենց ներկայությունը բերել ֆիլմի մասին տեսանյութում։ Նշենք, որ այն ցուցադրվելու է հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը դուք էլ մասնակիցը լինելու այդ տեսանյութի պատրաստման ընթացքին եւ չմոռանաք նաեւ գրել, թե որ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել Դիանա Գրիգորյանի հաջորդ նախագծում։ Նշենք, որ հաջորդ նախագծի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի մեր նոր տեսանյութերի մասին տեղեկատվությունը առաջինը ստանաք հենց դուք։